փոխարենը Ֆակտոր TV-ին ուշագրավ մանրամասներ հայտնեց քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՕԱԿ-ի ղեկավարը։ Վերջի շրջանում իրականացված հետազոտություններից հետո պարզ է դարձել, որ այնպիսի հիվանդություններ ունի, որոնք կարող են համապատասխանել պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկին։ Մանուկյանի խոսքով ՊՕԱԿ-ը շատ արագ ձեռնամուխ է եղել փաստաթղթերի փաթեթը ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողովին, որն էլ իր հերթին դրական եզրակացություն է տվել փաթեթին։ Փաթեթը դրական եզրակացությամբ ուղարկվել է քրեակատարողական հիմնարկ, որպեսզի միջնորդություն ներկայացնեն դատարան պատժից ազատելու համար։ Այդ ընթացքում միևնույն ժամանակ թե մեր քրեակատարողական ծառայության հետ կողմից կապ է հաստատվել փաստաբանի հետ, տեղեկացվել է վերջինիս այդ գործընթացի վերաբերյալ, սակայն միջնորդությունը դատարանի կողմից մերժվել էր։ Ստացվում է, Ոսկանյանը պետք է կալանքից եւ պատժից ազատված լիներ, բայց մահացավ քրեակատարողական հիմնարկում։ Ով է պատասխանատուն։ Երբ որ արձանագրում են մահվան կամ ինքնասպանության դեպքեր, տեղեկանում ենք, որ հարուցվում է ծառայողական քննություն, քրեական վարույթ է նախաձեռնվում, բայց ինչ է լինում ի վերջո, ոչինչ չի լինում։ Այդ ամեն ինչը ուղղակի կարճում են, փակվում են եւ մոռացում է որոշ ժամանակ անց։ Կփակվի, կմոռացվի Ոսկանյանի մահվան դեպքը։ Քննչական կոմիտեից Ֆակտոր TV-ին հայտնեցին, որ մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հոդվածով։